Բարև ձեզ Տիկին Ղազարյան։ Ավարտվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ի այցը Հայաստանի Հանրապետություն։ Կխնդրեմ ձեր ընդհանուր դիտարկումները այս այցի առնչությամբ, ինչ տվեց այդ այցը Հայաստանի Հանրապետությանը եւ առհասարակ աշխարհին, Միացյալ Նահանգներին այդ թվում։ Շատ լավ, ես կարծում եմ, որ ամենադավադրապաշտ ընդդիմադիրներին անգամ չի ստացվի որևէ ձև նվաստացնել, նսեմացնել այս այցը, որովհետև այն իրավի պատմական է եւ դա փոխնախագահ Վենսը նույնպես նշեց իր ելույթում, նշելով, որ նա առաջին փոխնախագահն է, ով առհասարակ այցելում է Հարավային Կովկաս։ Եվ այս իմաստով այցը իրապես պատմական է թե պաշտոնյայի մակարդակով եւ թե այն արձանագրություններով, որոնք ձեռք բերվեցին երկկողմ հայտարարությունից մենք տեղեկացանք։ Դրանք իհարկե շատ բազմազան են, ենթադրում եմ մեր քաղաքացիները երեք հետևեցին հայտարարությանը, որը ներկայացրեցին մեր վարչապետը եւ փոխնախագահան, բայց եւս մեկ անգամ հիշեցնենք, որ խոսքը գնում է TRIP նախագծի մասին, որը ենթադրում է ոչ միայն ենթակառուցվածքների, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, մեքենայի եւ գնացքի, այն նաև շատ կարևոր էներգակիրների, գազատարների, հոսանքալարերի կառուցման, ըստ էության նոր կառուցման գործընթաց, որը էապես նպաստելու է մեր անվտանգային միջավայրի ձևավորմանը։ Երկրորդ տարը, որ ինձ համար նույնպես շատ կարևոր էր, դա այն պայմանավորվածություններն են, որոնք նշմարելու են մեր էներգետիկ անվտանգության մեկնարկը։ Ես կարծում եմ, որ շատ ենք քննարկել այս հարցը եւ ակնհայտ է թե ինչու էր մեզ հարկավոր նման պայմանավորվածություն, նման հուշագրի ստորագրում եւ խոսակցության մեկնարկ։ Շատ կարեւոր էր ինձ համար եւ կարծում եմ քաղաքացիները նույնպես գնահատեցին նաեւ նորագույն տեխնոլոգիաների ներդրման գործընթացը, այսինքն փոխնախագահան ինքն էլ իր խոսքում նշեց, որ շատ քիչ երկրներում է, որ նրանք իրենց տեխնոլոգիաները ներդնում են, այսինքն տեղեկատվական նաև իմաստով անվտանգության խնդիր է բարձրաձայնում եւ ըստ էության ասում, որ Հայաստանը դրան համապատասխանում է։ Ամիսներ առաջ մենք Nvidia-ի ներկայության մասին լուրից չէինք հասցրել ուրախանալ, երբ որ իմացանք, որ Հայաստանը նաև հնարավորություն կունենա չիպերի արտադրման գործընթացի մաս լինել, իսկ սա էականորեն փոխելու է մեր տարածաշրջանի տրամաբանությունը եւ փաստացի մեր քաղաքացիների համար սա նշանակում է նոր գիտելիքներ, նոր ինֆորմացիա, նոր աշխատատեղեր եւ ըստ էության Հայաստանի իրական բարեփոխման գործընթաց։ Անօթաչու թռչող սարքերի ձեռքբերման կետը նույնպես ներառված էր ձեռքբերված համաձայնագրում։ Արդյոք այս սարքերի ձեռքբերումը կարող ենք համարել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պաշտպանական համագործակցության խորացման նոր փուլ։ Շատ լավ, եկեք ձեր հարցին պատասխանելիս երկու բաղադրիչ առանձնացնեմ։ Առաջինը ես ուզում եմ մենք խոսենք հայ-ամերիկյան զորավարժությունների մասին, կհիշեք, երբ որ դրանց մեկնարկը տրվեց, փորձում ենք կրկին դրանց կարևորությունը նվաստացնել, նսեմացնել, ներկայացնել սա որպես ինչ-որ անկարևոր գործընթաց, բայց փորձը ցույց տվեց, որ սրանք իրապես նպաստել են Հայաստանի պաշտպանողունակության մեծացմանը եւ այս դրոնների ձեռքբերումը նույնպես խոսում է հետագա համագործակցության հնարավոր զարգացման մասին։ Սա մի դրվագ։ Եվ երկրորդը ուզում եմ ձեզ հիշեցնել այն, որ Հայաստանի Հանրապետությունը 22 թվականից հետո, կամ գուցե մի փոքր ավելի վաղ, սկսեց դիվերսիֆիկացնել ոչ միայն իր տնտեսությունը, այլ նաև այն բոլոր կենտրոնները, որից նա զենք է ձեռք բերում։ Իհարկե սրա նախապատմությունը մեր քաղաքացիները շատ լավ հիշում են, բայց կարևոր է նաև, որ Հայաստանը կարողացավ այս բարդ ցիկլից դուրս գալ եւ Հայաստանը ձեռք է բերում նորագույն զինտեխնիկա ոչ միայն ասիական երկրներից, Հնդկաստանից եւ այլ պետություններից, որոնց մասին մեր քաղաքացիները գիտեն կամ չգիտեն, բայց Միացյալ Նահանգները դարձան այդ պետություններից մեկը եւ շատ կարեւոր է այստեղ նաեւ այն մեկնաբանությունը հիշել, որ ասում էին, որ սառեցված հապ կարգավիճակով սա անհնար է լինելու, մենք իցուց դրեցինք, որ մենք կարողանում ենք վարել բալանսավորված արտաքին քաղաքականություն, որի արդյունքում նաեւ կարողանում ենք զենք ձեռք բերել նորագույն այսպիսի վարչապետն իր խոսքում նշեց, որ ժամանակի եւ փորձի միջոցով անցած եւ իրենց կարեւորությունը իցուց դրած դրոններ։ Ասացիք, որ փորձ է արվում նսեմացնել եւ ԱՄՆ փոխնախագահի այցը եւ նաեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, իդեպ այս հակա
Թրիփյան թույլ տվեք ասել արշավը մի քանի ամսվա պատմություն ունի եւ եթե հետեւել եք ընդդիմադիր տարբեր վերլուծաբանների գործիչների արձագանքին հավանաբար արձանագրած կլինեք, որ իրենք սևեռվել էին մեկ տերմինի վրա, ներդրում տերմինի վրա, ասելով, որ J.D. Vance-ը իր խոսքում չի գործածել այդպիսի տերմին, ներդրում բառը չի գործածել, երբ որ մենք խոսում ենք 4-5 միլիարդ դոլար ներդրման մասին, ապա սա էժանագին մանիպուլյացիա է։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն էլ արձագանքելով Վենսի հայտարարությանը ասել է, որ անցած գիշեր թույլ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի շահը վաճառքի հանեց Ամազոնում։ Նա իր ելույթում տեսաուղերձում հայտարարում է նաև, որ իրականում 9 միլիարդ դոլարով Հայաստանի արտաքին պարտքը ավելացրել է Նիկոլ Փաշինյանը։ Խնդրում եմ ձեր մեկնաբանություն արձագանքը։ Դե գիտեք, իհարկե գայթակղությունը մեծ է, մեր ձևով շարժմանը արձագանքել ողջ սրությամբ, բայց ես կարծում եմ մեր քաղաքացիներին դա չի հետաքրքրում, մեր քաղաքացիներին հետաքրքրում է այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան դիրքերից բանակցող վարչապետը կարողացել է խաղաղության խաչմերուկ նախագիծը դարձնել տարածաշրջանային մեծ նախագիծ, այն հետաքրքիր դարձնել Միացյալ Նահանգների համար եւ ըստ էության խաղաղության խաչմերուկ նախագիծը, որ կրկին էլի ուզում եմ հիշեցնել, որ ծախրում էին, դարձել է ըստ էության TRIP նախագիծը եւ որը ենթադրում է մեծագույն ներդրումներ եւ Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության հետ միասին ստեղծում են մի կազմակերպություն, որը հսկայական ներդրումներ է ունենալու բառից բուն իմաստով կերած երկաթգիծը վերականգնելու գործընթացում։ Ես ուզում եմ հիշեցնել մեր քաղաքացիներին, որ Նարեկ Կարապետյանը, ով իր բովանդակությամբ եւ բնույթով ամբողջությամբ նախկին է, արտացոլում է երկաթգիծը կերած իշխանություններին, իսկ մենք եկել ենք վերակառուցելու, նորից ստեղծելու այն, ինչ իրենք Ամազոնով էլ չէ, անհայտ գործարքներով կերել են, յուրացրել են, ունեզրկել են հայ ժողովրդին, մենք ստիպված ենք հիմա մեր անկախությունից 30 տարի անց վերակառուցել երկաթգիծը, վերակառուցել տրանսպորտային համակարգը, կառուցել ճանապարհներ, ուզեմ հիշեցնել, որ մենք համայնքներում կառուցում ենք ճանապարհներ, որոնք խորհրդային միության փլուզումից մինչ օրս գոյություն չեն ունեցել, քանդված են եղել, ցանկացած համայնք գնալիս, ես կարծում եմ ձևիցները կարողանում են գնահատել այն հսկայական աշխատանքը, որ մենք արել ենք եւ մեր ձեռքբերումներից իհարկե կարելի է ժամերով խոսել, դպրոցաշինություն, մանկապարտեզների կառուցում, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ եւ այլն, բայց եկեք մի կողմ թողնենք, ես կարծում եմ մեր քաղաքացիները բավականին հոգնել են նախկինների մասին խոսույթից, մենք առաջարկում ենք մեր առաջարկը քաղաքացիներին հայացք դեպի ապագա եւ այդ ապագան այսօր է, խաղաղությունն էլ այսօր է, եւ մենք կառուցել ենք այն եւ հպարտենք դրանով, հենց այս ուղերձով մենք գնալու ենք ընտրությունների եւ ես վստահ եմ, որ արժանանալով մեր քաղաքացիների մեծամասնության քվեի ապացուցելու ենք, որ վերադարձ սարսափելի անցյալին չի լինելու։ Ներդրում բառը չգործածելու մասով կուզեմ պարզաբանեք դեպի թարգմանական սխալ է, սա ինչ է։ J.D. Vance-ի ես ելույթը լսել եմ անգլերենով, նա խոսել է էքսպորտի մասին, ինչը ենթադրելու է նաև ներդրումներ, բայց նաև Հայաստանի կողմից բնականաբար համագործակցություն, բայց իհարկե J.D. Vance-ի խոսքը ուղիղ էր, նա խոսում էր սկզբից 5 եւ հետո 4 միլիոն անգլերենով էքսպորտ բառի մասին։ Խաղաղության գործընթացի եւ Թրամփի ուղի նախագծի մեգա նախագծի նկատմամբ նկատում ենք վերջին մի քանի ամիսներին շատ ուղղորդված կազմակերպված հիբրիդային հարձակում։ Թերահավատություն կա, գիտեք, հասարակության մեջ, որ դե ամերիկացիները եկան, դե 26% ունի Հայաստանը, դե մեծ ահռելի բաժին, այրուցի բաժին ամերիկացիներինն է, իրականում սա Ամերիկա, Ադրբեջան, Թուրքիա նախագիծը Հայաստանը ընդհանրապես դիտորդի կարգավիճակ ունի։ Ահա այսպիսի հետևողականորեն մշակված թեզեր, ինչպես եք պատրաստվում դրանք բոլորը ոչնչացնել, ջարդել։ TRIP նախագիծը առաջին իսկ օրվանից փորձում են դեմոնիզացնել, այո, տպավորություն ստեղծելով, որ դա ինչ որ միջանցքային արտատարածքային միջանցքային տրամաբանություն ունեցող երթուղի է, բայց ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները դադարել են հավատալ, որովհետև եւ ինչու, այստեղ ունեմ իմ հստակ դիրքորոշումը, որովհետև եթե կհիշեք նույն փորձերը արվում են խաղաղության
պայմանագրի վերաբերյալ կամ Հայաստան-Ամերիկա երկկողմ փաստաթղթերի մասին տեղեկատվություն տարածելիս, այսինքն այնքան է ստի դոզան հսկայական եղել, որ մեր քաղաքացիները ինչ-որ պայից դադարել են հավատալ մեր ընդդիմության կողմից շրջանառված կամ կհիշեք նույն սահմանազատման, սահմանագծման գործընթացում, երբ որ ոսկեպարի եկեղեցին հանձնում էին, այսպես չակերտավոր, մենք մեր տեղեկատվական արշավները կառուցում ենք փաստահեն տեղեկատվության տրամադրման զուգահեռ։ Այսինքն մեր քաղաքացիները տեղեկատվությունը ստանում են եւ քաղաքական մեկնաբանությունից անդին կարողանում են ծանոթանալ փաստաթղթերի հետ։ Քաղաքական հայտարարությունը կա։ Քաղաքական հայտարարությունը, որը որ ամբողջությամբ նկարագրում է, թե ինչ է TRIP նախագիծը, եւ ես կարծում եմ մեր քաղաքացիները պարզապես 15 րոպե տրամադրելով տեղեկատվությանը փաստաթղթերին ծանոթանալու գործընթացին իրենց ազատագրում են վախի, տագնապի մթնոլորտում ապրելու մեր ընդդիմության բոլոր ջանքերից եւ ես կարծում եմ, որ սա է մեր ստրատեգիան, ռազմավարությունը պետք է սա լինի ամեն քաղաքական հանդիպումից հետո մենք պետք է պատրաստ լինենք թիրախավորման, մենք պետք է պատրաստ լինենք, որ հսկայական ֆեյք արշավներ են տեղի ունենալու, անմիջապես պետք է փաստաթղթեր հրապարակվեն, ինչպես մենք անում ենք եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, կուսակցությունը միշտ պատրաստ է պատասխանել քաղաքացիների բոլոր հարցերին, ակտիվ համայնքային այցեր, բակային զրույցներ եւ այլն, եւ սա է լինելու։ Մեր քաղաքացիները ես կարծում եմ, որ հասկանում են ինչ է տեղի ունենում, բայց իհարկե լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը մշտապես կարևոր գործընթաց է։ Տիկին Ղազարյան, հիբրիդային արշավի, ֆեյքային արշավի շրջանակներում օրերս Հայաստանի հասցեին հերթական լուտանքների դոզան է բաց թողել Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր Զատուլինը, նա հրավիրվել է Մոսկվայի հայկական եկեղեցի եւ հրավիրյալի կարգավիճակում ծավալուն ելույթ է ունեցել, նա մասնավորապես նշել է, վերհիշել է ավելի շուտ Սերժ Սարգսյանին առաջարկված այդ 5 միլիարդ դոլարի պատմությունը, անձնական եզրակացություն որպես արձանագրել, որ ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այդ 5 միլիարդը վերցրել եւ գրպանել է եւ իր ելույթը եզրափակել է անդրադառնալով հունիսի 7-ին ընտրություններին Հայաստանում սպասվելիք, նշելով, որ յուրաքանչյուրն իր տեղում պետք է ամեն ինչ անի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի վարչապետի պաշտոնում, քաղաքացիական պայմանագիրը չլինի իշխանություն, որովհետև Փաշինյանի իշխանավարման ամեն օրը խայտառակություն է հայ ժողովրդի, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների համար։ Ձեր մեկնաբանությունը։ Զատուլինները, Սալավյովները եւ Մարգարիտա Սիմոնյանները այնպես են արել, որ Հայաստանի Հանրապետության բնակչությունը, ժողովուրդը հարցումներին ի պատասխան Ռուսաստանը սկսել է դիտարկել որպես իր անվտանգության երրորդ սպառնալիք։ Ես կարծում եմ, որ Կրեմլյան մեր գործընկերների, Ռուսաստանի Դաշնության մեր բարձրաստիճան պաշտոնյաների հետաքրքրությունից է բխում, որպեսզի օր առաջ լռեցնեն այնպիսի մարդկանց, ովքեր սեպ են խրում ամեն օր, ամեն վայրկյան հայ-ռուսական հարաբերություններում, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Ես մեկնաբանելու ցանկություն չունեմ, սրանք գիտեք ամոթալի մեկնաբանություններ են եւ ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիներն ըստ արժանվույն վերաբերմունք ձևավորել են այդ անձանց նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ամեն օր Հայաստանը տանում է դեպի ավելի լավ ապագա եւ այն ինչի մասին մենք այսօր խոսում ենք, TRIP նախագիծը, խաղաղություն, նախաստորագրված խաղաղության պայմանագիր, տնտեսական հսկայական հոսքեր դեպի Հայաստանի Հանրապետություն, էներգետիկ եւ տնտեսական դիվերսիֆիկացիա, արտաքին հարաբերությունների նման առաջընթաց, խոսում են նրա մասին, որ մենք մեր ժողովուրդը միասնական ենք, մենք իրար հասկանում եւ հարգում ենք եւ ունենք մեր ժողովրդի աջակցությունը։ Իսկ Զատուլիները, Սալավյովները եւ Սիմոնյանները չեն կարող սեպ խրել մեր եւ մեր ժողովրդի միջեւ, մեզ միջնորդներ հարկավոր չեն մեր ժողովրդի հետ խոսակցության ընթացքում եւ գալիք խորհրդարանական ընտրությունները վերջնականապես կփակեն Ռուսաստանից Հայաստան գործողված գործարարների, ֆեյք քաղաքական գործիչների, ֆեյքների գործարանների սեփականատերերի էջը Հայաստանի Հանրապետությունում եւ եթե ես վստահ կարող եմ ասել, որ ժողովրդավարությունը այլևս անշրջել իրականություն է Հայաստանում 26 թվականի հունիսի 8-ին ես վստահաբար ասելու եմ, որ
նախկինների էջը անշրջորել են, փակել են մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ մենք այլևս ապրում ենք ինքնիշխան սուվերեն Հայաստանում։ Դեպքերից առաջ չընկնելով թույլ տվեք մի հարց Ռուսաստանից գործուղված քաղաքական գործիչների, բիզնեսմենների վերաբերյալ օրերս մեր ձևով շարժման առաջնորդը համակարգողը սոցհարցման տվյալներ էր հրապարակել, համաձայն որոնց եթե քաղաքացիները ընտրություն կատարելու լինեին Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Կարապետյանի միջև, ապա հարցվածների 33%-ը ձայն կտար Փաշինյանին, 34%-ը Սամվել Կարապետյանին։ Սա նախընտրական բլեֆ է, թե իսկապես Սամվել Կարապետյանը 34%-անոց հեղինակություն է։ Լավ կլիներ, որ գոնե դասերը սերտած լինեին եւ չկրկնեին Ռոբերտ Քոչարյանի սխալները, ով կրկին այսպիսի ֆեյքային հարցումներով փորձում էր իր հաղթանակը ուրեմն մեկ օր շուտ տոնել։ Ես ուրախ եմ, որ իրենք գիտակցում են, որ Նիկոլ Փաշինյանը վայելում է քաղաքացիների մեծամասնության քվեն եւ իհարկե խոսքը 33%-ի մասին չէ, այլ դրանից անդին, բայց որ Սամվել Կարապետյանը ոչ կարող է լինել մեր վարչապետի, Հայաստանի վարչապետի թեկնածու եւ հետեւաբար ոչ էլ առաջնորդել այդ քաղաքական թիմը, ես կարծում եմ լավ կլինի որ առաջ սերտեն այն նաեւ որ ֆեյքային կառավարում անհնար է Հայաստանի Հանրապետությունում, քաղաքացիներն դա թույլ չեն տալու եւ նման սոցհարցումներով կարող են իրենց փոքրիկ խմբակով օր ու գիշեր ուրախանալ։ Ես վստահ եմ, որ արդյունքը ամբողջությամբ այլ է լինելու։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։